Տավուշի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի 7 խոշորացված համայնքներում շարունակվում է Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար ծրագրի իրականացումը։ Այն միտված է Հայաստանի լեռնային էկոհամակարգերում բնական ռեսուրսների պահպանմանն ու կայուն օգտագործմանը, ուղղված երկրի գյուղական բնակչության կենսապայմանների բարելավմանը։ Ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան ու կովկասյան գրասենյակների կողմից, Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ և ռազմավարական զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության հետ համատեղ։ Ծրագիրը ներառում է երկու հիմնական բաղադրիչ՝ տնտեսական ու բնապահպանական։ Բնապահպանական բաղադրիչը ներառում է արևային էներգետիկ համակարգերի տեղադրում, էներգոարդյունավետ լուծումների ներդրում, արոտային ենթակառուցվածքների բարելավում, ինչպես նաև բնական լանդշաֆտների կայուն կառավարման համակարգի մշակում։ Հիմնականում, եթե բնապահպանական բաղադրիչով անենք ու եթե խոսենք ենթակառուցվածքների էլի, որտեղ մարդիկ ոնց է լինի ի վերջո ու ասում ես դասընթացներ մի քիչ հիմնական ուշադրությունը իհարկե ենթակառուցվածքներ, ներդրումներ, խոշոր, այդ մասով նայենք, ապա մեր բաղադրիչի շրջանակներում հիմնական արևային կայանների տեղադրում ենք արել, վերանորոգել ենք տանիքներ։ Մենք այդ խնդրի առաջ կանգնեցինք, այսինքն մեր ծրագրով նախատեսված է մենակ արևային կայանների տեղադրում, բայց մենք այստեղ բավական լուրջ խնդիր ունեցանք, որ տանիքները այն վիճակում են, որ նույնիսկ որպես հնարան չի կարող գործել։ Տնտեսական բաղադրիչի շրջանակում ուշադրություն է դարձվում կայուն ու ներառական զբոսաշրջության զարգացմանը, վայրի բույսերի հավաքչության ու գյուղմթերքի մատակարարման արժեշղթաների ամրապնդմանը։ Այդ նպատակով աջակցություն է տրամադրվել համայնքներում գործող բիզնեսներին, ենթակառուցվածքների զարգացման, ծառայությունների տեսանելիության բարձրացման, ինչպես նաև մասնագիտական կարողությունների ու հմտությունների զարգացման ուղղությամբ։ Տնտեսական բաղադրիչի շրջանակներում նպատակ ունենք թիրախային բնակավայրերում բնակիչների համար ստեղծել այլընտրանքային դիվերսիֆիկացված եկամտի աղբյուր, կայուն և ներառական զբոսաշրջության միջոցով, վայրի հավաքչության և տեղական գյուղմթերքի արտադրության ու մատակարարության միջոցով, և այստեղ կարևոր կետը, որ այդ գյուղմթերքը պետք է մատակարարվեր հենց տուրիզմ և հյուրընկալության ոլորտներին։ Այս պահին ունենք 31 շահառու տնտեսական բաղադրիչի շրջանակներում։ Կարևոր պայմաններ են եղել բիզնեսների համար, որպեսզի նրանք հնարավորինս քիչ բացասական ազդեցություն ունենան բնության վրա և հնարավորինս շատ ներառեն տեղացիներին իրենց աշխատանքներում։ Եվ այս շրջանակում, այս բաղադրիչի մեջ ինչ կարևոր կետ ունենք, որ մարդիկ պարտադիր չէ բոլորը ունենան հյուրանոցներ, հյուրատներ կամ բիզնեսներ, այլ կարող են անուղղակի կերպով եկամուտ ստանալ։ Դրա համար մենք փորձել ենք զարգացնել նաև այդ սննդի մատակարարման արժեշղթան և գործընկեր բիզնեսների համար կարևոր պահանջ է եղել, որպեսզի իրենց գյուղմթերքը հնարավորինս մթերեն գյուղից կամ մարզից։ Ենոք-Հավանում գործող Բերքրի հյուրատունը ծրագրի շահառուներից մեկն է։ Հյուրատան հիմնադիրը կարևորում է նմանատիպ ծրագրերը, քանի որ նպաստում են համայնքների տնտեսական զարգացմանը, խթանելով տեղական արտադրանքի սպառումը ու զբոսաշրջային հոսքերի ավելացումը։ Զբոսաշրջիկների համար հետաքրքիր անկյուն ենք դարձել Ենոք-Հավանում։ Մեր մոտ եկող զբոսաշրջիկները նաև օգտվում են գյուղից, գյուղմթերք են վերցնում։ Ցանկացած լավ բանի հիմքում ընկած է դժվարությունները, մենք միշտ ցույց ենք տալի լավ կողմերը, բայց դրա հետևում քրտնաջան աշխատանքն է ու երկար տարիների այդ դժվարությունները, որի մեջով անցնում ես։ Գյուղում դժվար է բիզնես հիմնել ու աշխատացնել։ Ծրագրի կարևոր ուղղություններից է նաև համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ու պետական կառույցների հետ բնական ռեսուրսների կառավարման ու կլիմայական դիմակայունության ամրապնդման նպատակով։ Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար ծրագիրը փորձ է համայնքների զարգացման ու բնության պահպանության համատեղ մոդելի ներդրման, տարածաշրջանային զարգացման և կայուն կենսապահովման նոր մոտեցումներով։